Քննարկությունը երբ է կատարվում։ Օգոստոսի 11-ին։ Խնդրում եմ ցույց տվեք ապահովակացման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ակտը, եթե բաժանորդի ներկայացուցիչը չի եղել, ցույց տվեք ծանուցումը, որ ծանուցվել է, բայց չի եկել, ինչպես նաև չայի ծանուցումը ծանուցվել է, չի եկել։ Եվ երկրորդը, եթե խոսքը գնում է բեա համակարգի մեջ եղած բեաչի, իսկ ինչ են խոսում 41 օրվա մասին, դեռ եք հուլիսի 1-ի ցուցմունք, բայց ուրեմն մեծ, որովհետև ամիսը 1 յուրաքանչյուր ամսվա սկիզբ կա պարտավորություն գույքագրում կատարելու 41 օրվա որպես այդպիսին ցուցմունք չի կարող լինել։ Դու յուրաքանչյուր ամսվա 1-ին, 2-ի, 3-ին կատարում ես գույքագրում։ Իսկ ինչի է օգոստոսի, իսկ ինչի ներողություն չեմ ավարտել։ Օգոստոսի 1-ի ցուցմունքը ժամանակավոր կառավարչի օրոք ինչի չի վերցվել այդ հաշվիչից։ Եթե վերցվել է, ինչի՞ ասում եք ապահովակացվել։ Չէ։ Պետք չի ձայն բարձրացնել։ Օգոստոսի 1-ի ցուցմունքը ցույց կտա։ Օգոստոսի 1-ի ցուցմունքը այստեղ է։ Այսինքն կրկնել են այն ցուցմունքը, որը իբրև թե մեր ժամանակ։ Դրանից առաջ վիտամի ամսվանն էլ է կրկնված ձեր ժամանակ։ Նորից եմ, այսինքն դուք ընդունում եք, որ եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել։ Ոչ, ժամանակավոր կառավարիչը չի կրկնվել, ժամանակահատվածում բնականաբար բոլոր տեսուչները միանգամից չեն գործից ազատվել ու նոր տեսուչ կամ բաժնի պետք է։ Ներողություն, պատվաժան դատարան։ Ներողություն, մի բան ասեմ դատարացրեք։ Այսինքն մոտավորապես գալիս են նախկին ներկա համակարգին։ Մինչև 2000 տեսուչ չփոխենք, վերջացավ, ինչ կատարվեց, ազնվանա կամ վերցնա։